Այսօր հաղթանակի տոնին արդիվ մենք կփորձենք խոսել խիզախության մասին եւ ինչ որ ձևով դա շարունակությունը մեր անցած դասի, որովհետեւ անցած դասի ժամանակ մենք ասում էինք, որ ցեղասպանության հուշարձանի գնալով եւ ամեն անգամ վերհիշելով ցեղասպանության պահանջները ճանաչելու ցեղասպանությունը ի վերջո եւ պատասխան տալու այդ սարսափելի ոչրագործության համար այդ ամբողջը մեր մոտ իհարկե արտասուք է առաջացնում եւ անցած անգամ դեռ ու բարբերաբար մենք նորից խոսում ենք որ արտասվելիս մենք արտասվում ենք ոչ միայն զոհերի համար որոնք որ եղել են եւ նույնը ցեղասպանության ժամանակ ու նույնը տեղի է ունենում այսօր երբ որ մենք ոչ միայն տոնում ենք հաղթանակը հայրենական մեծ պատերազմի այլ նաեւ վերհիշում ենք Շուշիի ազատագրումը, որ այլևս նորից գրաված է թշնամիների կողմից, որովհետև մենք չպահեցինք, եւ ըստ այդմ մենք արտասվում ենք այն խիզախության համար, որը մենք չենք դրսևորել, եւ այն քաջության համար, որ պատմության ինչ որ խաչմերուկում այլևս կորցրել ենք։ Բայց թող այս արտասուքը մեր կորսված պատվի համար այնուամենայնիվ դառնա ինչ որ ձևով դրդապատճառ նորից վերականգնելու խիզախությունը, նորից պայքարելու եւ դրանով գտնելու մեր մեջ այն զորությունը, որը որ մենք պոտենցիալ առումով իհարկե ունենք։ Եվ այդպես ինչ է խիզախությունը ընդհանրապես։ Շատ հաճախ երբ որ մարդիկ ասում են, հա, առաջի պատասխան ասում են անվախություն, զուգահեռ տանելով կամ բացատրելով կամ եւ այլն, բայց շատ կարեւոր է հասկանալ, իսկ ինչի իրականում այդ դեպքում անվախությունը Եվ ճնշող մեծամասնությամբ մարդիկ ասում են վախ չունենալը, ոչ, խիզախությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ որ դու ընդունում ես, որ վախենում ես և հաղթահարում ես այդ վախը, սա շատ կարևոր է, որովհետև վախը շատ հաճախ բնական է, բնազդային է անգամ, որ մարդիկ վախենում են անհայտից, այն ամբողջ անհայտից և դրանից Այսինքն անհայտի վախից բխում են տարբեր տեսակի վախերը, որ մարդիկ այս կամ այն ձևով ունեն։ Երբ որ դու մերժում ես վախը, դու փաստացի ընկղմվում ես իրականում վախի հորձանուտի մեջ, բայց երբ որ դու ընդունում ես, որ վախը առկա է, բայց հաղթահարում ես այն, այդ ժամանակ նոր անվախությունը սկսում է ծիլեր տալ եւ ձևավորվում է խիզախություն։ Սա շատ կարևոր է, բայց ըստ այդմ կարելի է հարցնել, իսկ ինչպես անել, որ այդ վախը, որը որ դու ընդունում ես, փաստացի վերափոխվի անվախությանը եւ ըստ այդմ վերափոխվի խիզախության։ Ու այստեղից մի շարք տարբեր կարող ենք ասել, իհարկե, ինչ որ առումով մենք ասում ենք, որ կարմիկ է, այսինքն տարբեր նախկին կյանքերով մենք ձևավորում ենք տարբեր հատկանիշներ ու այդ հատկանիշները ըստ այդմ արտահայտվում են եւ ձևավորվում են նաեւ այս կյանքում ինչ որ տոկոս պատկանում է իհարկե դաստիարակությանը, բայց ավելի քիչ այնուամենայնիվ այստեղ կա մեծ տարբերություն մյուս որակներից ի տարբերություն մյուս որակների խիզախությունը վարակիչ է ըստ այդմ կարող է ձևավորվել Ու այդպես, երբ որ մենք սա սկսում ենք հասկանալ, մենք արդեն քայլ առ քայլ եկեք փորձենք նայել։ Այսինքն մեկ տարբերակը դա դաստիարակությունն է, բայց դաստիարակության համար, որը շատ ավելի գլոբալ է, այսինքն երբ որ մենք ասում ենք դաստիարակություն, մենք ամենևին չենք վերցնում միայն երեխաներին, այդ թվում երեխաներին իհարկե, բայց ընդհանուր առմամբ, որպեսզի դաստիարակությունը ճիշտ ճանապարհով իրականացվի, անհրաժեշտ են այն հիմնարար սյուններ, ստիմուլներ, հանուն ինչի Եթե հանունները չկան, հնարավոր չէ ձևավորել եւ կամքը եւ խիզախությունը։ Այսինքն առաջին պայմանը հենց այդ հանուններն են։ Ավելի բարձր մակարդակում, երբ որ մենք հոգեվոր ուսմունքի տեսանկյունից ենք դիտարկում, մենք հասկանում ենք, որ անվախությունը ձևավորվում է նաեւ ամբողջի անցողիկության ընկալման շնորհիվ, որովհետեւ շատ ավելի հեշտ է հաղթահարել վախը, երբ որ ընկալում ես ամեն ինչի անցողիկությունը։ Բայց սա իհարկե ավելի բարդ է։ Իսկ ավելի པարզ մակարդակում, երբ որ կա այդ հանունը, դու ընկալում ես, որ այդ վախը պետք է կարողանաս հաղթահարել։ Այդպես այդ ամբողջը ձևավորվում է։ Եվ դրա համար պատահական չէ, որ երբ որ մենք խոսում ենք օրինակ հայրենական մեծ պատերազմի մասին, առաջին ասոցիացիաները լինում են երգերը։
Պատահական չի ինչու, որովհետև այդ երգերը ձևավորում էին այն ամբողջ ոգին, խիզախության ոգին, որի շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակը։ Այսօր, երբ որ մենք վերանայում ենք պատմությունը, մենք շատ դաժան բաներ ենք հասկանում, մենք հասկանում ենք նաև քաղաքական կոնտեքստներ եւ այլն, բայց եթե այդ ամբողջը այնուամենայնիվ մի կողմ ենք դնում, մենք սկսում ենք հպարտանալ։ Այդ թվում հայերը կարողանում են հպարտանալ հենց հայկական մարտիկների հաղթանակով հայրենական մեծ պատերազմի ընթացքում։ Սա մի կողմից, մյուս կողմից նայում ես, մտածում ես լավ, իսկ եթե անընդմեջ փորձում ես խուսափել վախից, այսինքն կամ սկսում ես ձև անել, որ դու չես տեսնում այն ամբողջ ինչ որ տեղի է ունենում։ Սա այն է, ինչ որ հիմա տեղի է ունենում, որ մարդիկ շարունակում են փորձել գոնե ապրել իրենց սովորական կյանքով, փակվելով, կուրանալով այն ամբողջի հանդեպ, ինչ որ տեղի է ունենում։ Փաստն այն է, որ վախից եւ ոչ միտեղ չես փախնի, ինչու որովհետեւ ինքդ քեզանից եւ ոչ միտեղ դու չես կարող փախկվել։ Եվ ըստ այդմ առաջին հերթին մենք պետք է կարողանանք ընկալել, որ մենք վախենում ենք, այո, եւ որ մենք պետք է հաղթահարենք այդ վախը։ Սա առաջին նախապայմանն է եւ առանց դրա հնարավոր չէ։ Հիմա նորից տենց նայում ենք, մտածում ենք, որ լավ, եթե այդ ստիմուլները պակաս են, ապա ինչպես այդ ամբողջը ձևավորվի, պակաս չեն։ Մենք ունենք հերոսական անցյալ, ոնց որ անընդմեջ ասում ենք, այո, ունենք սև էջեր, բայց ունենք նաև ոսկե էջեր, եւ դրա համար հին ժամանակներից մենք կարող ենք ինչ որ ձևով օգտվել, սնվել այդ հին ժամանակների հերոսությունից։ Մենք ունենք հիմա անհանգստություն ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, բայց անհանգստանանք թե չէ, վախենանք թե չէ, կուրանանք թե չէ, միևնույն է այդ փոփոխությունները տեղի ունենում են։ Ըստ այդմ անհրաժեշտ է հաղթահարել վախերը եւ անհրաժեշտ է զինվել խիզախությամբ, հակառակ դեպքում այս փոփոխվող աշխարհը պարզապես կուլ կտա նման մարդկանց, ովքեր որ վախենում են եւ ոչ մի բան չի մնա իրականում։ Ըստ այդմ մենք հասկանում ենք, որ մենք կարող ենք այդ ամբողջը ձևավորել եւ առաջացնել խիզախություն։ Իհարկե շատ հաճախ օրինակ գեղարվեստական գրականության, մասնավորապես իմ սիրելի Տոլկինի մոտ հստակ ասվում է եւ շատ հաճախ մարդիկ տարբեր ուսմունքներում այդ թվում դա այս կամ այն ձևով մեջբերում էին տարբեր մեծագույն ուսուցիչների ասածներ եւ խոսքը գնում էր, որ սովորական իրավիճակում դու չես կարող ասել խիզախես թե ոչ, երբ կարողանում ես միայն ծանր իրավիճակում։ Միայն ծանր իրավիճակում է, որ դու հանկարծ հայտնաբերում ես, որ քաջությունն առկա էր քո սրտում, նույնիսկ եթե դու չգիտեիր դա։ Եվ երբեմն հենց ամենամութ ժամանակներում հանկարծ խիզախությունը սկսում է դրսևորվել։ Այն ժամանակ, երբ որ դու ոչ միայն հասկանում ես, որ դու այլևս կորցնելու բան չունես, եւ դրա համար գոնե քեզ մնում է խիզախությունը, եւ երկրորդը, որ դու պարտավոր ես պաշտպանել բոլոր նրանց, ովքեր այդ խիզախությունը չեն կարող ունենալ։ Եթե այս ամբողջը մենք եւս հասկանում ենք, ապա մենք վերհիշում ենք մեր սիրելի արտահայտություններից մեկը, որ տարբեր դասերի ժամանակ երևի թե մեջբերել եմ, ճապոնական զեն ուսուցչի, որ սամուրայներին էր դասավանդում եւ այդպես ինքը ասում էր իրավիճակի նկարագրություն աղեղը ջարդված է, նետեր այլևս չկան, քրիտիկական իրավիճակ է, մի փայփայիր վախվորած սիրտը, կրակիր առանց հապաղելու։ Սա մեզ համար հիմնարար ուղերձն է այսօր։ Մեր ամեն ինչում երկրի հարցում այժմ մենք պիտի առաջնորդվենք այս արտահայտությամբ, մենք այլ ընտրանք չունենք։ Մենք հայտնվել ենք հենց քրիտիկական այնպիսի իրավիճակում, որում որ մենք չունենք այլևս նետ ու աղեղ, որում որ մենք այլևս ամբողջությամբ գլորվել ենք ներքև։ Եվ միայն այս քրիտիկական իրավիճակում մենք պիտի կարողանանք մեր սրտի մութ անկյուններում փնտրել այնքան, մինչև գտնենք խիզախության փայլը եւ հանենք այդ խիզախությունը դուրս, պաշտպանելով բոլոր նրանց, ովքեր շատ ավելի թույլ են,
ովքեր միգուցե չունեն կամք, կամ միգուցե մոլորված են այնքան, որ չեն տեսնում ճանապարհը, կամ երեխա են ու չեն կարող դրսևորել խիզախություն նույնիսկ եթե ունեն իրենց սրտում ավելի շատ, քան մյուսները, եւ այդպես շարունակ։ Սա մենք ենք ընտրում։ Իրականում մշտապես ընտրում ենք մենք։ Ցանկացած բանում մենք գալիս ենք խաչմերուկների, երբեմն լուրջ խաչմերուկներ, երբեմն փոքր։ Այժմ մենք լուրջ խաչմերուկի վրա ենք, եւ այդ լուրջ խաչմերուկում մենք ինքներս ենք ընտրում։ Ինչով ենք առաջնորդվելու այլևս։ Բայց այստեղից մենք գալիս ենք այն մյուս տարրին, որը որ հիշատակեցի։ Վախը վարակիչ է, այո։ Վախենում է մեկը, սկսում է տարածել իր վախը մյուսների վրա, վախենում են նաև մյուսները։ Բայց խիզախությունը վարակիչ է եւս։ Ըստ այդմ, երբ որ վախի մեջ սկսում ես տոգորվել, առաջանում են այդ հիմա համատարած արդեն պանիկատականներ, եւ պանիկատականները իրականում շատ ավելի հեշտ են լուծվում, քան ընդունված է ասել, որովհետեւ մենք ունենք երկու հիմնարար մոտեցում, առաջինը ծույլ միշտ ասում ենք, մենք փորձում ենք հաղթահարել վախը, եւ ըստ այդմ առաջացնել խիզախություն, բայց երկրորդը վախը շատ հաճախ դառնում է կպչուն մտքի նման։ Կպչուն մտքից մենք ձերբազատվում ենք մեկ մեծ ընկատարյալի փոխանցած մեթոդով, մենք սկսում ենք մտածել լավ բանը։ Մենք ունենք մանտրաներ, մենք ունենք դրական այլ մտքեր, մենք ունենք տարբեր մտքեր, որոնք որ երբևիցե կամ իրավիճակներ կամ հիշողություններ, որոնք որ եղել են ու պատմական առումով այդ ամբողջը մեզ փոխանցվում է։ Սա է հաղթահարման ճանապարհը, եւ նույն ճանապարհն է վախի հաղթահարման համար։ Բայց եթե մենք ընկալում ենք, որ խիզախությունը վարակիչ է, այստեղից մենք նորից գալիս ենք մի կողմից, միգուցե շատերը կգային առաջնորդների գաղափարին, բայց մենք չենք խոսում առաջնորդներից։ Մենք ասում ենք, որ վարակել հնարավոր է տարբեր ձևերով, տարբեր տեղերում, տարբեր իրավիճակներում։ Խիզախություն գտեք ձեր սրտում բոլոր իրավիճակներում։ Լինի դա դպրոցում խնդիրը, կամ լինի դա խնդիր փողոցում, կամ լինի դա շատ ավելի մեծ մակարդակի դավաճանին հաղթահարելու հարցը, ցանկացած բարեկայում գտեք ձեր սրտում խիզախություն եւ աշխատեք վարակել մյուսներին այդ խիզախությամբ։ Եվ ըստ այդմ, երբ որ մենք հասկանում ենք, որ եւ վախը վարակիչ է եւ խիզախությունը, մենք սկսում ենք ընկալել, որ սա նաև մեծագույն պատասխանատվության ծանր բեռ է, որ եթե դու հանկարծ վախենում ես ու վարակում ես մյուսներին քո վախով, դու շատ ավելի մեծ չարիք ես գործում, քան միայն քո վախը, եւ հակառակը, եթե դու կարողանում ես հաղթահարել վախը եւ դրսեւորել խիզախություն, դու ոչ միայն ինքդ մաքրվում ես այդ խիզախությամբ, այլ նաև օգնում ես մյուսներին վարակվել խիզախությամբ եւ հաղթահարել բոլոր խոչընդոտները։